Լեոնարդո դա Վինչի, Ջոկոնդա, Մոնա Լիզա։ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործության մեջ առանձին հետաքրքրություն է ներկայացնում Ջոկոնդայի դիմանկարը։ Ըստ ժամանակակիցների վկայության, այդ զարմանահրաշ ու դեռևս չգերազանցված դիմանկարը պատկերում է Ֆլորենցիայի Անտոնիո Հերարդինիի աղջկան, հարուստ առևտրական Ջենոբիո Ջոկոնդայի կնոջը, Մոնա Լիզա Ջոկոնդային։ Արվեստի պատմության մեջ Մոնա Լիզայի դիմանկարը առաջին խոշոր հոգեբանական դիմանկարն է և Լեոնարդոյի ամենաբարդ ստեղծագործությունը։ Մեծ վարպետը այդ համեմատաբար փոքր կտավի վրա աշխատել է 4 տարի։ Նկարելու ժամանակ Լեոնարդոն դիմել է երաժշտության, ինչպես նաև զվարճալի բազմաթիվ միջոցների, որ Մոնա Լիզան ժպտա այնպես նուրբ ու խորհրդավոր, որ հատուկ էր միայն այդ նուրբ ու քնքուշ էակին։ Ու Լեոնարդոն ստեղծեց վերածննդի շրջանի կնոջ սքանչելի կերպար, որ դարեր շարունակ հիացմունք է պատճառում համայն մարդկությանը։ Կտավից Մոնա Լիզան նայում է թեթև, շուրթերի ծայրին թառած հազիվ նկատելի, բայց և շատ խորհրդավոր ժպիտով։ Սևեռուն հայացքը լի է կյանքով, ու նա կենդանանում է դիտողի առաջ, խոսում, հմայում։ Խոսում են ոչ միայն նրա աչքերն ու դեմքը, այլ նույնիսկ ձեռքերը, որոնք այնքան արտահայտիչ են ու կենդանի։ Այդ դիմանկարը սոսկ վաճառականի կնոջ դիմանկար չէ։ Նրա մեջ խտացված են մարդկային բարդ ապրումներ, բացահայտված է երիտասարդ կնոջ հոգեկան աշխարհը։ Մոնա Լիզայի դիմանկարը ունեցել է նաև արկածներ։ 2 անգամ այն հափշտակել են Լուվրից, և դրան հետևել է կեղծ ջոկոնդաների տարածումը։ Սակայն բարեբախտաբար հայտնաբերվել են հափշտակողները և նկարը նորից իր տեղում է։ 1962 թվականին Մոնա Լիզան ճանապարհորդեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այդ ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցում էին ոչ միայն մասնագետներ ու թանգարանային աշխատողներ, այլև բազմաթիվ ոստիկաններ։ Նկարը գնահատված է 50 միլիարդ ֆրանկ, այն ժամանակ, երբ Ֆրանցիսկ I թագավորը այն գնել է ընդամենը 1200 լիրայով։ 1974 թվականին Մոնա Լիզան եղավ նաև Մոսկվայում։ Մոտ 1 ամիս այն ցուցադրվեց Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։ Հնչյունային ռեժիսոր Վահան Նահապետյան, կարդաց Անահիտ Նավասարդյանը։